Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք միացել, մեր ուրախ տրամադրություն բարձրացնող եւ շատ հետաքրքիր զրույցները իհարկե բաց եք թողել, բայց այս պահին խոսելու ենք առողջությունից, որովհետեւ հերթն է եթերը տրամադրելու Բժիշկ Մանուկյանին։ Առողջ երկիրն է այս պահին Բժիշկ Մանուկյանի հետ, իսկ բժշկի հյուրերը Աջափնյակ բժշկական կենտրոնի որակի վերահսկողության հարցերով գլխավոր մենեջեր Ինեսա Ստեփանյանն են եւ թերապևտիկ ու պոլիկլինիկական ծառայությունների ղեկավար թերապևտ Աննա Հովհաննիսյանը, հարգելի բժիշկ, բժշկուհիներ, եթերը ձերն է, խնդրեմ։ Դե ինչ, արդեն սկսվել է 2026 թվականի աշխատանքային օրերը, սակայն բժշկական մեր հանրության համար առաջին թեման դա առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի մեկնարկն է, որը համաձայն կառավարության որոշման հունվարի 1-ից մտավ ուժի մեջ, եւ մենք բախվում ենք իրականության հետ, որ ազգաբնակչության մոտ 1.5 միլիոն անձ կարող են օգտվել նշված անվճար ծառայությունից։ Չպետք է սակայն մոռանալ, որ անվճար ոչինչ չի լինում։ Պետք է նշել, որ մինչև 10-18 տարեկան եւ 65 եւ բարձր տարիքի անձանց համար ապահովագրավճարը իր վրա վերցնում է կառավարությունը, իսկ նվազագույն 200,000 դրամ հարկերը ներառյալ աշխատող քաղաքացիների ապահովագրավճարը պահվելու է իրենց աշխատավարձից ձևավորված հարկերից։ Հեռատեսորեն, սակայն որոշ առաջատար բժշկական կազմակերպություններ դեռ 2025 թվականի կեսերից գիտակցելով ակնկալվող որոշման ուժի կոչելու բարձր հնարավորությունը, ակնկալվող դիմելության եւ մրցակցության կտրուկ աճին ընդառաջ պատրաստել են իրենց զինանոցի ամբողջական ներուժը, ավելացնելով սպասարկող մասնագետների քանակը, բարելավելով իրենց բժշկական տեխնիկական կազմը եւ փաստաթղթերի թվայնացման, ավտոմատացման գործընթացը։ Այստեղ ակամայից հարց է առաջանում, իսկ ավելի ճիշտ բազում հարցեր, որոնց պատասխանները հասցեթերերին դեռ փնտրում են, այնինչ ապահովագրական համակարգը արդեն իրականություն է, իսկ ինչպես գիտենք, հայ ազգը չափազանց հնարամիտ է։ Հետևաբար մենք կփորձենք հասկանալ, թե ինչ է փոխվելու մեր բուժառուների պոլիկլինիկական այցելուների առօրյայում։ Մասնավորապես ինձ առաջնահերթը հետաքրքրում է արդյոք կան ծառայությունների մասով սահմանափակումներ, ինչ պետք է անեն մասնավոր ապահովագրական փաթեթների օգտատերերը, ակամայից նաև մտաբերում եմ այն միջազգային ճակերտային փորձը, որին առնչվել եմ Եվրոպայի մի մեգապոլիսում ապրելիս, երբ իմ ընտանեկան բժշկի մոտ ուղեգիր վերցնելու համար ստիպված էի մի ամբողջ օր խրոխտ սպասել։ Արդյոք հայկական անհնազանդ հանրությունը նույնպես ունի այդ համբերությունը, թե ընտանեկան բժշկի մոտ սպասելաժամանակը վերածվելու է ջերմակ խալաթվորների համար տագնապալից մենամարտերով լի առօրյայի։ Այսօր մենք կտանք հարցեր, որոնց պատասխանների մի մասը թերևս ակնհայտ ինտուիտիվ է, սակայն այնուամենայնիվ փորձենք կրկին հասկանալ բարդ մեխանիզմը պարզ բառերով։ Այսօր մենք գտնվում ենք կրկին Աջափնյակ բժշկական կենտրոնում եւ զրուցելու ենք պոլիկլինիկական ծառայությունների մասին եւ ոչ միայն։ Ողջույն։ Բարև։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ բավականին մեծ տեմպերով, բավականին դրական դինամիկայով մեր ազգաբնակչությունը կցագրվում է Աջափնյակ բժշկական կենտրոնի պոլիկլինիկական ծառայություններին։ Որն է դրա հիմնական դրդապատճառը, որը դրդում է, որպեսզի մեր ազգաբնակչությունը սիրով կցագրվեն եւ ստանան բուժում մեզ մոտ։ Շնորհակալություն հերթի համար, ողջունում եմ ձեզ, ձեր հաղորդաշարը։ Այո, դուք ճիշտ եք նկատել, օրեցօր ավելանում է մեզ կցագրված բնակիչների թիվը։ Դա իհարկե ի շնորհիվ նրա է, որ մենք բացման օրվանից մենք հավատարիմ ենք մեր կարգախոսին ապահովել որակյալ բժշկական ծառայություն։ Դա իրականացում է ոչ միայն բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք սպասարկում են կենտրոնի, քանի որ բազմապրոֆիլ է մեր կենտրոնը եւ մատուցում ենք եւ պոլիկլինիկական ծառայություն եւ վիրաբուժական ծառայություն, այդ նույն միջդիսցիպլինար է, այո, եւ դա
էլ ավելի է ավելացնում որակի բարձրացումը, սպասարկումը եւ դա իրականացվում է այն մասնագետների կողմից, որոնք ունեն վերապատրաստում եւ Հայաստանում եւ արտերկրում եւ որոնք էլ ապահովում են ոչ միայն պոլիտեխնիկական ծառայությունը, այլ նաեւ վճարովի ծառայությունները։ Այդ վճարովի ծառայությունների մեջ մտնում է թե լաբորատոր գործիքային ծառայությունները, թե վիրաբուժական ծառայությունը եւ թե պոլիտեխնիկական որոշ ծառայություններ։ Իդեպ ասեմ, քանի որ ավելացել է բնակչության դիմելիությունը մեր բժշկական կենտրոն, մենք երկարացրել ենք մեր աշխատանքի ժամերը, աշխատում ենք արդեն մինչև ժամը 8-ը, քանի որ այս նույն ապահովագրական ծառայությունների հաշվին բնակչության դիմելիության մեծացման հաշվին ավելանում է եւ լաբորատոր եւ գործիքային ծառայությունների մատուցման կարիքը։ Իդեպ ասեմ, որ գործիքային լաբորատոր ծառայությունները մատուցվում են այդ ժամերին 5-ից 8 ընկած ժամանակահատվածում 30-ից 50% զեղչով։ Նաև ուզում եմ ուշադրություն դարձնել, որ իսկապես բժշկական կենտրոնի տնօրինությունը մեծ ուշադրություն է դարձնում որակի հսկողության եւ մոնիտորինգի վրա եւ պարբերաբար որոշակի հնարավորին փոքրիկ բարդույթ խնդիրները մենք կարողանում ենք վերահսկել։ Եվ այսպես համընդհանուր ապահովագրական համակարգի մասին նաև խոսենք, մենք գիտենք, որ վերջերս ներդրվեց այդ համակարգը եւ կան արդյոք այստեղ ռիսկեր, որոշակի խոտանուններ։ Ենթադրաբար մեր բնակչության մոտ հարց կարող է առաջանալ, թերևս մենք չենք վճարում դրա համար, դրա պատճառով կարող է որոշակիորեն որակը տուժի, մենք ավելի շատ սպասենք, ենթադրաբար բժիշկը դրա համար փոխարեն գումար չի ստանում եւ այլն։ Նախ եւ առաջ ի սկզբանե ասեմ, որ դա թյուր կարծիք է, յուրաքանչյուր բժիշկ ստանում է իր հասանելիք աշխատավարձը եւ իրականում այդպիսի մտավախություն չպետք է լինի։ Եթե կարելի է մի քանի խոսք։ Այո, շատ արդի հարց եք տալիս։ Հիվանդանոցի կողմից դեռևս 2025 թվականին իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ համընդհանուր առողջության ապահովագրության ներդրման գործընթացի համար, որոնք են դրանք մասնավորապես հերթերի արդյունավետ կառավարման, պացիենտահոսքերի ճիշտ պաշտպան եւ բուժօգնության կազմակերպման համար։ Նպատակներ կանխել ավելորդ սպասումները եւ միաժամանակ ապահովել բուժօգնության բարձր որակը։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս համակարգի ներդրման պայմաններում պահպանել ինչպես հասանելիություն, այնպես էլ բժշկական ծառայությունների արդյունավետությունը։ Եվս մեկ հարց է, եթե կարելի է, կան որոշակի ծառայություններ, որոնք համակարգը ներդնելուց հետո որոշակի բուժկենտրոններ այդ ծառայությունները մատուցելու են անվճար, կամ հակառակը կան որոշակի ծառայություններ, որոնք բուժկենտրոնները շարունակելու են մատուցել վճարովի կերպով։ Այո, շատ լավ հարց է, շատ տեղին, շատ արդիական հարց է, այս վերջին ժամանակներում ամենակննարկվողը շատ լավ ծրագիր է ներդրվել, որը հնարավորություն է տալիս այն խավին ազգաբնակչության, որը չէր կարող օգտվել անվճար սպասարկումից, հնարավորություն տալ օգտվել։ Դա մեզ համար դա անվճար չէ, դա պետության կողմից, համընդհանուր ապահովագրական ծառայության կողմից է մատուցվում, պացիենտների համար է դա անվճար։ Լայն շրջանակ է ընդգրկվել, հատկապես 65 գումարած անձանց մոտ, որոնք լինելով սոշակառու եւ չօգտվելով որոշ արտոնություններից վճարովի ծառայություններ էին օգտվում, իսկ այս ծրագրի շրջանակներում իրենք կարող են օգտվել բավականին մեծ անվճար իրենց համար ծառայություններից։ Մենք ինքներս մատուցում ենք այդ ծառայությունը, որովհետև Աջափնյակ բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ կարող են եւ լաբորատոր եւ գործիքային ծառայությունները մատուցել անվճար հիմունքներով, դա արդեն առողջապահության նախարարության կողմից հաստատված եւ ծրագրին ընդգրկվելու շնորհիվ մենք այդ ծառայությունները եւս կմատուցենք անվճար բնակիչների համար, որոնք ընդգրկված են համընդհանուր ապահովագրական ծառայության մեջ։ Որտեղ են հայտնվում այն շահառուները, որոնք որ մասնավոր ապահովագրական ընկերություններից կողմից են ապահովագրված։ Մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից շահառուները այս պարագայում ոչ մի ձև չեն տուժվում, որևէ ապահովագրական ընկերություն, դա կլինի մասնավոր ապահովագրական ընկերություն, թե պետական, որևիցե խոչընդոտ չի հանդիսացնում բուժառուին բուժօգնություն ստանալու համար։ Կլինեն մասնավոր թե պետական ապահովագրական ընկերություն, նրանց ապահովագրական կարգավիճակը չի սահմանափակում բուժօգնության հասանելիությունը եւ չի
չի ազդում սպասարկման հերթականության վրա։ Պետական եւ մասնավոր ապահովագրականների համակարգերի միջև փոխհարաբերությունները կազմակերպվում եւ կարգավորվում է բուժհաստատության կողմից, որն էլ իր հերթին ապահովում է բուժօգնության անխափան իրականացմանը։ Եվ իհարկե եւս մեկ հարց, որը որ շատ կարեւոր է, արդյոք Հաչափնյակ բժշկական կենտրոնը պատրաստ է այդքան մեծ պացիենտների դիմելությանը։ Այսինքն այս պարագայում մենք պետք է հասկանանք, որ ապահովագրական այդ համակարգը ներդրելուց հետո շատ-շատերին հասանելի կլինի բժշկական ծառայությունները։ Պատրաստ եք, զինված եք արդյոք, որպեսզի այդ դիմելությանը ընդունեք եւ նույն ձևի որակով, պատշաճ որակով ծառայություն մատուցել։ Այո, ինչպես նշեցի, Հաչափնյակ բժշկական կենտրոնը պատրաստ է ընդունել բուժառուների կտրուկ աճը, միաժամանակ ապահովելով բարձր որակական չափանիշները, որոնք համապատասխանում են կենտրոնի եւ պոլիկլինիկայի առավելությունը, այսպես ասած, էլի։ Դրա համար իրականացվել են նախապատրաստական քայլեր ուղղված մարդկային ռեսուրսների ավելացմանը, հերթապահ թիմերի ընդլայնմանը եւ պացիենտահոսքերի արդյունավետ կառավարմանը։ Մշակված մեխանիզմները հնարավորություն են տալիս ապահովել շարունակական անվտանգ եւ որակյալ բուժօգնություն, նույնիսկ ծանրաբեռնվածության պայմաններում։ Եվ ես էլ իմ հերթին որպես որակի մենեջեր անմիջապես հետևում եմ բուժօգնության որակի պահպանմանը, գնահատում եմ թիմերի աշխատանքը եւ ապահովում եմ ստանդարտների անխախտ իրականացման գործընթացը։ Ես ուզում եմ ավելացնել, որպես պոլիկլինիկական ծառայության պատասխանատու, որ մինչ օրս եթե կան պոլիկլինիկաներ, այդ թվում մեր պոլիկլինիկան, որոնք դժվարամատչելի ծառայությունները մատուցում են վճարովի հիմունքներով, որը չէր մտնում պոլիկլինիկական ծառայության մեջ, 2026 թվականից հույս ունենք այս առողջապահական համակարգի ներդրման հետ միասին եւս ունենանք այդ հնարավորությունը, որպեսզի այն խավը, որը սպասարկվում էր վճարովի հիմունքներով պոլիկլինիկական ծառայության շրջանակներում, կարողանա անվճար սպասարկվի թե գործիքային, թե լաբորատոր եւ թե վճարովի ծառայությունների համար։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, ձեզ հետ է Առողջ երկիրը, ես Բժիշկ Մանուկյանն եմ, կհանդիպենք։